Բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Սանթե Արմենի ասոցիացիայի համահիմնադիր Նադյա Գորձունյանին։ Միս Գորձունյան, Տիկին Գորձունյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Միս Գորձունյան, Ինչպես գիտեմ, դուք տարին մի քանի անգամ այցելում եք Հայաստան։ Որն է այս այցի նպատակը? Well, I come with pleasure in Armenia. Այո, ես մեծ հաճույքով տարին մի քանի անգամ գալիս եմ Հայաստան կատարելու իմ աշխատանքը Սանթե Արմենի միությունում, ինչպես քիչ առաջ նշեցիք։ Այս միությունը ստեղծվել է 2020 թվականին պատերազմի ժամանակ մի խումբ ֆրանսահայ բժիշկների կողմից։ Իհարկե, այն ժամանակ բազմաթիվ մարդիկ Սփյուռքում ոտքի կանգնեցին ու օգնության հասան, բայց մենք ցանկացանք մեր ներդրումը ունենալ հենց Ֆրանսիայի Սփյուռքից։ Եվ այդպես մենք ստեղծել ենք այս ասոցիացիան։ Որպես ֆինանսական պատասխանատու ես հաճախ եմ գալիս Հայաստան հանդիպելու մարդկանց, ստուգելու ծրագրերի իրականացումը եւ հավաքագրելու միջոցներ։ To check the operation and to raise funds. Ինչ առաքելություն ունի այս պահին ասոցիացիան եւ ինչպես է ազդել հետպատերազմյան մարդասիրական ճգնաժամը գործունեության վրա։ So again, the association was Ասոցիացիան ստեղծվել է պատերազմի ժամանակ, իհարկե մարդասիրական նպատակով, բայց այն փոխակերպվեց ամբողջ դրույքով աշխատող մի միության, որը ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ, ներդրում ունենալ Հայաստանի առողջապահական ոլորտում։ Մեր աշխատանքը 3 ձևաչափով է ընթանում։ Մենք Երևանում հիմնել ենք ակադեմիական հետազոտական կենտրոն, որը բավականին նոր է։ Մենք իրականացնում ենք բազմաբնույթ աշխատանք վերապատրաստման եւ փորձի փոխանցման ուղղությամբ Ֆրանսիայից եւ Եվրոպայից դեպի Հայաստան։ Այդ ամենը կազմակերպվում է առցանց հարթակում, որտեղ եվրոպացի բժիշկները տեղադրում են իրենց դասընթացները եւ դրանք անվճար հասանելի են հայաստանյան բժիշկների եւ ուսանողների համար։ Սա մեր երկրորդ հիմնական նպատակի շրջանակում է։ Երրորդ նպատակը իհարկե ոլորտային աշխատանքն է։ Մենք մեր գործունեությունը կենտրոնացրել ենք Սյունիքում։ Այստեղ ունենք 3 առաջնային բուժօգնության շարժական թիմեր՝ Սիսիանում, Գորիսում եւ Կապանում։ Այդ թիմերը այցելում են փոքր գյուղեր, սահմանամերձ բնակավայրեր, որոնք չունեն բժշկական ծառայությունների անհրաժեշտ հասանելիություն։ Գորիսում գործում է նաեւ 2 վերականգնողական կենտրոն, մեկը մեծահասակների համար, իսկ վերջերս բացեցինք նաեւ երեխաների համար նախատեսված կենտրոն։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում հոգեբանական խնդիրներին։ Բացի այդ, կազմակերպում ենք առաջին օգնության դասընթացներ ինչպես բնակչության, այնպես էլ բժիշկների համար։ Այս ամբողջ գործունեությունը կենտրոնացած է Սյունիքում։ Այսօր Սանթե Արմենի ֆրանսիական միությունը Հայաստանում ունի մոտավորապես 35 աշխատակից՝ բժիշկներ, կինեզիոլոգներ, լոգոպեդներ, հոգեբաններ, բոլորը հայ մասնագետներ են։ Մենք նրանց աշխատանքի ենք ընդունել եւ անցկացնում ենք շարունակական վերապատրաստումներ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն աշխատել Սանթե Արմենի միությունում։ Work for Santa Armeni in Syunik. Besides these local Բացի տեղական մասնագետներից եւ բժիշկներից, ինչպես են ֆրանսիացի մասնագետները ներդնում իրենց փորձը Հայաստանում։ expertise into Armenia. Yeah, so this is very important. Այո, սա մեր գործունեության շատ կարևոր ուղղություններից է, քանի որ ֆրանսիացի բժիշկները ըստ իրենց մասնագիտությունների ճանաչել եւ ընտրել են հայաստանյան գործընկերներին։ Նրանք Հայաստան են այցելում հստակ առաքելությամբ, գուցե տարվա ընթացքում ոչ հաճախ, բայց պարբերաբար գալիս են, ճանաչում են միջավայրը, հասկանում կարիքները եւ ի վերջո ընտրում են մեր ապագա գործընկերներին Հայաստանում։ Այդ կապը պահպանվում է նաև առցանց։ Ֆրանսիացի բժիշկները հայաստանյան աշխատակիցների հետ գրեթե ամեն օր կամ ամեն շաբաթ կապի մեջ են։ Նրանք հեռավար ուսուցում են կազմակերպում, հեռախոսով կամ Zoom-ով, գրեթե ամեն շաբաթ միասին աշխատելով։ Այսպիսով հայաստանյան աշխատակիցները գործնականում աշխատում են այստեղ, բայց շարունակական վերապատրաստում են անցնում ֆրանսիացի բժիշկների հետ։ Բնականաբար ֆրանսիացի բժիշկները նույնպես տարին 1, 2 կամ 3 անգամ այցելում են Հայաստան, որպեսզի հանդիպեն իրենց գործընկերներին եւ անձամբ գործեն այստեղ։ And to be in the field. And how do you see Եվ որքանով է կարևորում գիտելիքի փոխանակումը հայ եւ ֆրանսիացի մասնագետների միջև։ Ինչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման վրա։ development of health sector of Armenia? Well, we are quite convinced that the Մենք լիովին համոզված ենք, որ ֆրանսիական բժշկության ընդհանուր մակարդակը բարձր է, եւ մենք շատ ողջավորված ենք մեր գիտելիքները Հայաստանի հետ կիսելու համար։ Համոզված եմ, որ այս փոխգործակցությամբ մենք կարող ենք միասին զարգանալ։ Ֆրանսիայի բժշկական դպրոցները բավականին հայտնի են իրենց բարձր մակարդակով, եւ սա է այն գիտելիքը, որը ցանկանում ենք փոխանցել այստեղ հայ բժիշկներին աջակցելու համար։ Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք այդ փորձը բերել այստեղ, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այստեղ աշխատելիս մենք նույնպես շատ բան ենք սովորում հայ գործընկերներից։ Սա իրականում երկկողմանի շահավետ գործընթաց է, իսկական win-win իրավիճակ։ Really a win-win situation. You have mentioned Արդեն նշեցիք առաքելության հիմնական նպատակները եւ նաեւ այն, որ հիմնականում կենտրոնացած եք Սյունիքի մարզում։ Ինչ կարիքներ եք այս պահին նկատում առաքելության գործունեության ընթացքում եւ ինչ արձագանքներ եք ստանում թե հիվանդանոցներից, թե բնակիչներից։ patients.
Երբ 2020-ին սկսեցինք, եկել ենք այստեղ օգնելու ինչպես շատ ուրիշները։ Այնուհետև որոշեցինք անել այն, ինչ հիմա ենք անում, հիմնվելով այն ամենի վրա, ինչ տեսանք եւ ինչ զգացինք, որ անհրաժեշտություն է։ Օրինակ, առաջնային բուժօգնությունը, շարժական թիմերը գյուղերում պարզապես պարտադիր էին։ Իդեպ նշեմ, որ մեր բոլոր ծրագրերը ներկայացնում եւ քննարկում ենք առողջապահության նախարարության հետ, որպեսզի նրանք տեղյակ լինեն եւ հուսով եմ նաեւ աջակցում են։ Որոշ գյուղերում կար անհրաժեշտություն նախնական բժշկական կանխարգելման եւ ախտորոշման համար։ Վերականգնողական ոլորտը եւս մեծ ուղղություն է մեր առաքելության մեջ, որտեղ վստահում ենք մեր հիմնական գործընկերներին Ֆրանսիայից։ Բոլոր ֆրանսիացի եւ եվրոպացի բժիշկները աշխատում են կամավոր սկզբունքով եւ նրանցից յուրաքանչյուրը ունի իր մասնագիտացումը։ Մենք այստեղ տեսնում ենք ինչն է պահանջված տվյալ ոլորտում եւ ըստ այդմ նախագծեր ենք իրականացնում։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ֆրանսիացի կամավոր բժիշկներին, ովքեր աշխատում են թե Ֆրանսիայից, թե այստեղից տեղի բնակչությանը օգնելու համար։ Ինչ վերաբերում է հետադարձ կապին, կարող եմ ասել, որ բավականին հպարտ ենք, որ շատ սերտ ենք աշխատում բնակչության եւ նաեւ մարզպետարանի հետ։ Նրանք շատ լավ տեղեկացված են մեր գործունեությունից։ Մենք պարբերաբար հանդիպում ենք նրանց եւ հուսով եմ, որ այն ինչ անում ենք օգտակար է։ Մենք պատրաստ ենք լսելու ցանկացած տեսակետ ու արձագանք։ Շատ սերտ համագործակցում ենք տեղի գործընկերների, Կապանի, Գորիսի եւ Սիսիանի հիվանդանոցների, մարզպետարանի եւ բոլորի հետ։ Եւ ուրախ ենք լսելու ցանկացած արձագանք։ Մեր նպատակն է օգտակար լինել բնակչությանը։ We bring something useful to the population. And I'm sure you visit Վստահաբար ինքներդ էլ այցելում եք Սյունիքի մարզ ծրագրի արդյունքներին հետևելու համար։ Ինչ տպավորություններ ունեք այցերից եւ առաքելության աշխատանքի արդյունքներից։ Արդյոք նաեւ հանդիպում եք բնակիչներին կամ հիվանդանոցների ներկայացուցիչներին։ Representatives of the hospitals. Yes, I am lucky to come several times. Ես բախտավոր եմ, որ տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում եմ Սյունիք եւ ամեն անգամ այցելում եմ մեր թիմերին, տեսնում եմ բնակչությանը, շահառուներին։ Մենք վստահում ենք մեր տեղական գործընկերներին, բժիշկներին, հոգեբաններին, ովքեր աշխատում են մեզ համար եւ փորձում ենք նրանց հետ քննարկել, թե ինչ կարելի է փոփոխել, ըստ նրա, թե ինչպիսի արձագանքներ ենք ստանում բնակչությունից։ Երբ տեսնում եմ, թե քանի բուժառու է այցելում մեր վերականգնողական կենտրոն, թե որքան են հոգ տանում մեր հոգեբանները նրանց մասին, հասկանում եմ, որ մեր գործը իսկապես օգտակար է։ It's useful. Do you have any Ունեք կոնկրետ ցուցանիշներ, թե այս 5 տարիների ընթացքում քանի շահառու եք ունեցել, քանի բժշկի հետ եք աշխատել։ It's a good question and a difficult. Շատ լավ հարց է, բայց նաև բարդ։ Ներկայումս մենք վերլուծություն ենք անում, քանի որ անհրաժեշտ է հաշվետվություն ներկայացնել նաև այն ֆրանսիացի դոնորներին, ովքեր աջակցում են մեր գործունեությանը։ Օրինակ, մեծահասակների վերականգնողական կենտրոնում, որը բացվել է 2021 թվականից, աշխատում են 2 կինեզիոլոգ, 1 լոգոպեդ եւ 1 հոգեբան, եւ նրանք օրինակ ամեն օր ավելի քան 10 բուժառու են ընդունում։ Դա շատ մեծ թիվ է ու դա ցույց է տալիս, որ իսկապես կարիք կա։ Մենք գնում ենք գյուղեր, որոնք չունեն բժիշկներ։ Փոքր սահմանամերձ գյուղեր, երբեմն ընդամենը 300 բնակչությամբ։ Այնտեղ առաջարկում ենք անվճար այցեր, ընդունում ենք բոլորին, ովքեր ցանկանում են խորհրդատվություն ստանալ։ Տեղի բժիշկները մեզ օգնում են գյուղերում տեղեկություն տարածելու հարցում եւ մենք ուրախ ենք ընդունել բոլորին, ովքեր գալիս են խորհրդատվության։ Whoever comes for a consultation. And have you had any challenges? Իսկ ինչ դժվարությունների եք բախվել առաքելության հիմնումից եւ գործունեության մեկնարկից հետո։ Activities. Obviously, we have many challenges. Անկասկած շատ մարտահրավերներ կան։ Նախ Ֆրանսիայի եվրոպական կողմում բոլորս կամ գրեթե բոլորս աշխատող մարդիկ ենք, ժամանակի սղություն ունենք։ Բացի այդ, դեռ պայքարում ենք ֆինանսավորման համար։ Ֆրանսիայում շատ ենք դրամահավաք անցկացնում։ Հուսով եմ կկարողանանք նաև Հայաստանում միջոցներ հավաքել։ Այս աշխատանքի համար պետք է որ մեզ ճանաչեն։ Եվ նորից շնորհակալ եմ հրավերի համար, որը կօգնի, որ հայ հասարակությունը իմանա, թե ինչ ենք անում նրանց համար։ What else? And do you see any signs also? Որևէ միտում տեսնում եք կամ հետաքրքրություն նաև ֆրանսահայ համայնքի կողմից միանալու այս առաքելությանը, գուցե տարբեր գործերում աջակցության կամ դրամահավաքի հարցում։ Raising or any other works. Yeah, I mean the motivation of the Ֆրանսիայի եւ Եվրոպայի սփյուռքի մոտիվացիան շատ բարձր է։ Մենք ունենք գործընկերներ Շվեյցարիայում, Բելգիայում, նույնիսկ Կանադայում, քանի որ դրանք մեծամասամբ ֆրանսախոս երկրներ են։ Ես կարող եմ ասել, որ մինչև հիմա պատերազմից 5 տարի անց այդ մոտիվացիան դեռ շատ մեծ է եւ կամավորների ներգրավումը Եվրոպայից դժվար չէր։ Մարդիկ իսկապես պատրաստակամ էին մասնակցելու։ Մենք աշխատում ենք այնպես, որ յուրաքանչյուրի մասնագիտությունը համապատասխանի նախագծերին, որպեսզի իրենց գիտելիքներով օժանդակեն եւ մեր աշխատանքը ունենա առավելագույն ազդեցություն։ on the activity. And after all of this, Այս ամենից հետո որոնք են ձեր ապագա ձգտումները ֆրանս-հայկական համագործակցության եւ առաքելության շարունակության համար։
So I really hope. Ես իսկապես հույս ունեմ, որ մենք կկարողանանք շարունակել, որովհետև շատ լավ արձագանքներ ենք ստանում։ Մենք այստեղ ստեղծել ենք շատ ուժեղ գործընկերություն ու նույնիսկ բարեկամություն ֆրանսիացի եւ եվրոպացի բժիշկների ու այստեղի բազմաթիվ մարդկանց միջև, ոչ միայն ինստիտուցիոնալ մակարդակում, նախարարություններ, համալսարաններ եւ այլն, այլ նաեւ տեղական մակարդակում այն մարդկանց հետ, ովքեր մեզ համար աշխատում են։ Մենք մեզ զգում ենք այս ընտանիքի մի մասը եւ ցանկանում ենք շարունակել ու ուժեղացնել այս փոխգործակցությունը։ Սա երկկողմանի է։ Մենք եւս շատ բան ենք սովորում հայ գործընկերներից եւ ես շատ եմ ցանկանում, որ այս համագործակցությունը շարունակվի տարիներով։ Collaboration for many years. In your speech you have mentioned academic objectives. Ձեր խոսքում նշեցիք նաև առաքելության ակադեմիական կողմի մասին։ Կարծում եք հնարավոր է առաջիկայում ստեղծել համագործակցություն հայկական եւ ֆրանսիական համալսարանների միջև։ Have any collaboration in this field? Yeah, of course, yes. I mean, Իհարկե, այո, մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք։ Օրինակ, մեր երկու համահիմնադիրները եւ եվրոպական կողմից որոշ մասնակիցներ համալսարաններում պրոֆեսորներ են։ Նրանք բարձրակարգ գիտելիքներ ունեն եւ շատ լավ կապեր։ Մենք արդեն սկսել ենք 1-2 ծրագիր։ Օրինակ, Գրետեի համալսարանի հետ լավ համագործակցություն ունենք հոգեբանության եւ հոգեբուժության ոլորտում։ Իհարկե, մենք բաց ենք հնարավորինս շատ համագործակցությունների համար ցանկացած մակարդակում։ Ֆրանսիայի, Եվրոպայի եւ Հայաստանի միջև։ Սա շատ կարեւոր է երկու կողմերի համար։ I think important for both sides. Ms. Գործունյան, I'm sure Տիկին Գործունյան, վստահ եմ ձեր այս աշխատանքի վրա անդրադարձել է նաև ձեր հատուկ կապը Հայաստանի հետ։ Կարող եք պատմել այդ կապի մասին եւ ինչպես է այն ազդել ձեր ներկայիս նախաձեռնությունների վրա։ current initiatives. Yeah. Well, I guess, yeah, we all have Այո, մենք բոլորս ունենք անձնական եւ ընտանեկան պատմություն եւ դա իհարկե ազդել է։ Կարծում եմ դա իմ ծնողների դաստիարակության արդյունքն է, որ ես ինձ այստեղ տանն եմ զգում։ Ես զգում եմ, որ այստեղ եղբայրներ ու քույրեր ունեմ եւ երբ նրանք օգնության կարիք ունեն, ինձ համար ակնհայտ է, պետք է ինչ-որ բան անեմ։ Թեև ես ծնվել ու մեծացել եմ Ֆրանսիայում, բայց ինձ 100%-ով հայ եմ զգում։ Իդեպ հայրս ծնվել է Երևանում, Վանեցի ընտանիքում, որը Վանից տեղափոխվել է Երևան պատերազմի տարիներին։ Մայրս էլ հայ էր Եգիպտոսից, ծնունդով Կիլիկիայից, այնպես որ կարծում եմ դա պարզապես իմ ԴՆԹ-ի մեջ է։ So it's just, I think it's just in my DNA. And your history Ձեր անձնական պատմությունը բավականին բազմաշերտ եւ ամփոփելով մեր զրույցը, ինչով է կարեւորում այսպիսի ներդրումները Հայաստանի տարբեր ոլորտներում՝ կրթության, առողջապահության, մշակույթի եւ ինչ խորհուրդ կտայեք սփյուռքահայերին, որպեսզի նրանք եւս գան ու նպաստեն այս ոլորտների զարգացմանը։ these fields to develop these fields. Well, globally, the Ընդհանուր առմամբ կարծում եմ այս հարցը պետք է ուղղել այստեղ ապրող հայերին, որովհետև նրանք են, որ պետք է գնահատեն, արդյոք սա օգտակար է թե ոչ, բայց այն, ինչ ես տեսնում եմ, այն է, որ բազմաթիվ սփյուռքահայեր, ոչ միայն ամերիկահայեր կամ ֆրանսահայեր, այլ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայեր ցանկանում են համագործակցել Հայաստանի հետ եւ իրենց փորձը գիտելիքը բերել ու փոխանցել։ Սա համագործակցություն է շահավետ երկու կողմի համար։ Մենք չենք կարող միայնակ զարգանալ։ Մեզ անհրաժեշտ են գիտելիքի փոխանակումներ, անհրաժեշտ է սովորել մյուսներից։ Սա այն է, ինչին ես հավատում եմ եւ հույս ունեմ, որ եթե այս գաղափարը տարածվի, դա կարող է իսկապես մեծ հաջողություն բերել։ be a big success. Thank you for the Շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ հաջողություն եմ մաղթում ձեր հետագա նախաձեռնություններում։ Thank you. Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել էի Սանթե Աղմենի ասոցիացիայի համահիմնադիր Նադիա Գործունյանին։ Կհանդիպենք։